Անդերին այս հուդաներին շատ կարճ եմ խոսելու իրենց մասին, որտեվ երեք իմ հյուրերը եւ այսօր հյուրերս առանձին խոսելու են Վազգեն Սրբազանի մասին է խոսքը, մի տեսեք, այս թշվառականը գնացել էր մի մեծագլխի մոտ եւ ինչ է հայտարարում Այս մեծագլխի մոտ հայտարարում է, ասում է, ես Վրաստանում աշխատել եմ, ես ես խոստանում եմ, որ եթե մենք այս բանդայից ազատագրվենք, այն ամեն ինչ այլանդակություններ դուք արել եք, ինչ չարաշահումներ եւ հափշտակումներ Վրաստանում վիրայոց թեմը ղեկավարելու ժամանակ այդ ամեն ինչը բացահայտվելու է եւ այն ձեր պիղծ բոլոր քայլերը բացահայտվելու են եւ նաեւ շնորհակալություն, այո, երեք հյուրերից մեկը ասեց Նիկոլին, որ ինքը իսկապես ձեր սատանայական ներսը բացահայտեց առաջին հերթին այս անձի այնքան դու սատանայական ներքին ունենաս, որ երբ որ խոսում ես գնացել ես ինչ-որ մեծագլխի մոտ եւ ասում ես, որ այո, ես շփվել եմ թուրքերի, ադրբեջանցիների հետ, իրանք ինչքան լավն են, ինչքան չգիտեմ ինչ են, այս տականքագույն սատանա երևույթին կարելի է խորհուրդ տալ, որ ինքը գնա ընդհանրապես իմ նման մարդկանց հետ էլ ում պապերը արևմտյան Հայաստանում են ապրել եւ ես այդ պատմությունների տակ եմ, այդ դաժան պատմությունները փոքրուց լսել եմ այդ ամեն ինչը Ինձ հետ էլ իմ նման մարդկանց հետ էլ կարող եք զրուցել, չնայած ամեն ինչ ավարտված է ձեր նման սատանաների հետ այլևս ճանապարհ չկա հանդիպելու կամ զրուցելու, դու կարող եք ընդհանրապես արցախցիներին հարցնել, թե ինչպիսին էին երեք եւ ինչպիսին են այսօր ադրբեջանցիները, ինչպես էին մորթում եւ ֆուտբոլի գնդակի վերածում երեխաների գլուխներ, ինչպես էին գնդակահարում գերիներին, ընդհանրապես 3 չի առաջ օրը ինչպես էին մասնատում հայ կանանց ջերմուկի բարձունքի վրա եւ դա նկարահանում եւ զվարճանում, իսկ եթե դա ձեզ չի բավարարի, զանգահարեք ձեր սիրելի ադրբեջանցիներին, խնդրեք, աղաչեք, ասեք ես Փաշիզադեի ծառան եմ, ես Ալիևի ծառան եմ, ես տեսեք ինչեր եմ հայտարարում, իրենք ձեզ կպատմեն, թե ինչպես են հերոսացել հայ սպայի գլուխը գլխատող այն սրիկատականքին, որ գեներալի եւ հերոսի կոչում են տվել, իրենք ձեզ կպատմեն, թե ինչ հայատյացությամբ են իրենք դա Շիրակում 30 տարի շարունակ ադրբեջանցիներին, որ հետո մեծանում են եւ ինչ դաժանությամբ են լցված ընդհանրապես հայ ժողովրդի եւ հայերի նկատմամբ, իրենք ձեզ կպատմեն մնացած բոլոր սարսափելի բաները եւ իսկ Ալիևը հատկապես ձեզ փաստաթղթավորված կներկայացնի այն ամեն ինչը, թե ինչպես են պատրաստվում ադրբեջանցիները գալ Հայաստան, ձեր պաշտպանած սատանայի հետ ձեռք տված եւ ինչ է լինելու Հայաստանի հետ, եթե 300-500 հազար ադրբեջանցի գա եւ ընդամենը մի քանի ժամ հետո կամ գուցե զուգահեռ այստեղ մտնեն թուրքական եւ ադրբեջանական զորքերը, ինչ հետաքրքիր է, որտեղ եք դուք լինելու եւ այդ ժամանակ ինչ եք ասելու, մոլայի հանդերձ հակած ասելու եք, ես այն մոլան եմ, չգամ ես պատրաստում եմ այն մոլան դառնալ, որ ասում էր, որ դուք լավն եք, որ դուք բարի եք, որ դուք եկել եք։ Ես հասկանում եմ, որ հիմա դուք պատրաստ եք սատանայի ոտքերի տակ թավալ տալ երկար ժամանակ, որովհետև ձեր ականջին ինչ որ սատանաներ շշնջացել են, որ իրենք կկարողանան կաթողիկոսին հեռացնել եւ ձեզ կնստացնեն այդ աթոռին եւ դուք պիտի հնարավորինս թավալ գաք, թավալվեք սատանայի առաջ, թավալ գալուց անընդհատ մոլայական խոսքեր ասել եւ ձեր պաշտամունք ու սերը արտահայտել, հարգանքը արտահայտել ադրբեջանցիների նկատմամբ։ Սա սրանով իսկ դուք կամ խորամանկ եք, կամ ձեզ հուշել են, որ կաթողիկոս ընտրում է ոչ թե տեղի սատանան եւ ժողովուրդը եւ խորհուրդը, այլ կաթողիկոս, քանի որ շատ վաղուց Հայաստանի հետ կապված որոշումներ է կայացնում է Ալիևը, այլ պետք է դրա համար միայն ծառայել, շնորհակալություն հայտնել եւ քցնել, ինչքան հնարավոր է շատ Ալիևին եւ Փաշազադեին հարկ եղած դեպքում նաեւ լիզել Էրդողանի եւ Ալիևի կոշիկները դուք այդ ստոր կեղտոտ ճանապարհն եք բռնել հիմա ինչ վերաբերվում է մյուս հայտնի սատանային